Նայեք, հիմա ինչ ենք անում, Ժողովուրդ ջան, վերջապես մենք այս տարվա այս ծառերի ամեն գործողությունը ավարտեցինք, հիմա ինչ ենք անում, նայեք, որպեսզի այս խթանիչի ոնց որ են փրփուրները, սենց կոպիտ ասած, չմնա ծառի ճյուղերի վրա, սաղարթի վրա, ջրելուց, այդ նյութով ջրելուց հետո, ես իմ նախորդ նյութերում ներկայացնում եմ, ցիրկոն ենք տվել այս անգամ, առաջինը տնկել ենք լավ հողախառնուրդում, ես մի շեշտեմ, էլի, հատուկ մի ջրել ենք, հետո արմատային բան ենք տվել ենք կառնևին, արմատային համակարգ համապնդելու համար, մի քանի օր հետո եկել ենք ցիրկոնով ջրել ենք, այսինքն ամեն մի ծառին տվել ենք նաև մի խթանիչ, որը ցիրկոն է կոչվում, ինֆորմացիան կարող եք ինտերնետից վերցնել, որը ծառի իմունային համակարգը բարձրացնում է, եւ վերջին process-ը ինչ եմ անում հիմա, նայեք, գետնին նայելով էլ երևում է, ասենք ծառերին էլ որը որ բան արած չի, ոնց որ այդ փրփուրը ճյուղերի վրա մնում է, նես չի դա վառելու է, պարզապես կոպիտ ասած ափսոս է, էլի, հիմա դրանով վերջնական դրանից ելնելով, ոնց որ ցիրկոնը տալուց հետո ծառերի մի հատ էս սաղարթը, համ սաղարթն ենք լվանում, համ այդ փրփուրն է վրից անցնում գնում հողին, համ էլ ոնց որ վերջնական մաքուր ավարտին ենք հասցնում այս աշխատանքը, դարձնելով ավելի ոնց որ բարենպաստ, որպեսզի մենք վստահ լինենք այս ծառերը ձմռանը մեզնից ինչ կախված է, անում ենք վստահ լինելով, որ ծառերը նորմալ կպնելու է, նորմալ պատրաստվելու է դիմավորելու ձմռանը ու այսպես Ժողովուրդ ջան, այսպես բոլորը մի հատ կթրջեմ ու կասեմ արդեն այս ծառատունկը, այս ծառերի այս գործողությունը ավարտեցինք։ Մենք ինչ եմ ուզում ասեմ Ժողովուրդ ջան, այսինքն շատերը չէ, ոմանք ովքեր սովոր են ամեն ինչը ոչ գրագետ ձևական անելու, ասելու են դե էսի անիմաստ ժամանակ կորցնում, ես ինչ անում, մենք ամեն բան անում ենք նպատակային, ռեալ, իրական, ձևական ոչինչ չենք անելու, մենք չենք գալի փոքրիկ փոսփորում ծառ տնկում, մենք չենք գալի այնքան որ մի բան անում, մենք գալիս ենք մեզ վստահող մարդկանց, անում ենք այն ինչը որ անհրաժեշտ է։ Ժողովուրդ ջան, այս տարածքի ծառատունկը ավարտեցինք, կրկին շնորհակալություն այն մարդկանց, հատկապես այս մարդուն, մենք ճիշտ չենք համարում անուններ տալ, էլի, որպեսզի ոչ թե միայն իր համար է մտածում, այլ նաև իր հարևանի, իր տարածքի, իր գյուղի, իր միջավայրի։ Մարդիկ թող շատ լինեն, իրանց գործը գնահատի առաջինը, Աստված գնահատում է իհարկե, եւ մենք էլ ստեղծողի, աղրողի կողքին լինենք, մեր բնությունը, մեր հայրենիքը շենացնենք, սիրենք բնությունը, ծառեր տնկենք, ճիշտ խնամենք, որպեսզի ունենանք լավ արդյունք։ Այսքանը սա էլ ավարտեցինք։